Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն է, բարև ձեզ պարոն Գրիգորյան։ Եվ այսպես մեր նախորդ հանդիպման ժամանակ մենք խոսեցինք թրիփ ենթակառուցվածքի մասին, նախագծի մասին, դուք շատ կարևորեցիք այն։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, պարոն Գրիգորյան, մոտ 2 ամիս է արդեն անցել, չէ՞, եթե մենք հիշում ենք օգոստոսի 8, դրանից հետո արդեն խոսակցություններ տարբեր, նաև վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում լինելու է թրիփ անունով ենթակառուցվածք։ Ինչ պետք է այս ընթացքում աներ Հայաստանը կամ հիմա ինչ պետք է անի Հայաստանի Հանրապետությունը, որ այս ամեն ինչը չմնա թղթի վրա, որ մենք, այսպես ասած, այն կյանքի կոչենք թրիփը։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Այս շատ լավ հարց է, եթե դուք ուղղեիք կառավարության անդամներին, իմ կարծիքով շատ լավ կլիներ։ Քանի որ ձեր կարծիքը շատերն են լսում եւ կարևորում, ուստի որպես մասնագետ, որպես փորձագետ Շնորհակալություն։ Ես ուղղակի դա ասեցի, ինչու։ Իրոք շատ կարևոր է, որ կառավարությունը մեզ ներկայացնի այս ինչքան է 1.5 ամիս հետո ինչ է արված, ինչ որ process-ներ գնում են, ես հիմա կասեմ, որոնց մասին գիտեմ, բայց ինչն է հետաքրքիր։ Դոնալդ Թրամփը, Միացյալ Նահանգների նախագահան, նվազագույնը 3 անգամ հիշեցրեց տղեկ, որ պետք է իրականացվի։ Շատ կորեկտ, շատ դրական մեսիջներ Հայաստանի նկատմամբ ու անկախության օրվա կապակցությամբ իր մեծ երկար նամակում, որ հայ ժողովրդին շնորհավորեց, ջերմ խոսքեր ասեց, առանքում ասեց անհամբեր սպասում ենք թրիփ ծրագրի իրականացում։ Թրիփ ծրագիրը մարդկանց հիշեցնենք, դա Թրամփի ուղու ծրագիրն է։ Դա շատ հետաքրքիր է, շատ այդպես կորեկտ իր թիմը տեքստը գրեց, ուղարկեց, Թրամփը ողջունում է, բայց Թրամփը ասում է, ես չեմ մոռացել, այդ կարևոր ծրագիր է, ես անհամբեր, այդ բառը այնտեղ կար, սպասում եմ, որ դուք սկսեք մեզ հետ աշխատել այդ ոլորտում։ Ուրեմն ամերիկացիք պատրաստ են, ամերիկացիք ուզում են ու մեծ նորություն մեզ բոլորիս համար, այդ մեծ նորությունը։ Ուրեմն մակում գնում է գլխավոր վեհաժողովը։ Դուք գիտեք, այդ գլխավոր քաղաքական ամբիոնն է Դոնալդ Թրամփը ելույթ ունեցավ, նորից խոսեց հայ-ադրբեջանական այդ կարգավորման process-ի մասին, իր դերի մասին, կառավարության մասին, խոսեց նաև Էրդողանը նախագահ Թուրքիայի։ Խոսեց նաև Տոկաևը պարոն նախագահ Ղազախստանի, իր ջանքերը ես բարձր եմ գնահատում հայ-ադրբեջանական կոնտեքստում։ Խոսեցին ադրբեջանցիք մեծ կոնֆերանս զուգահեռ իրանք Նյու Յորքում անցկացնում են, բայց գիտեք ինչ են օգտագործել։ Այդ այդպես կոչված միջանցք անունը չեմ ուզում հիշեցնել, որ իրանք օգտագործում են, ոչ, օգտագործեցին թրիփ, Թրամփի ուղու ճանապարհ։ Գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ի հատուկ պարոն Գուտերիշը, հատուկ գենասամբլեայում, գլխավոր ասամբլեայում վեհաժողովում ՄԱԿ-ի հատուկ նշեց Թրամփի միջնորդի դերը։ Թրամփի միջնորդի դերը Էրդողանը նշեց, Տոկաևը նշեց։ Գիտեք, այս ձևի process-ներ, այս ձևի հայտարարություններ զրո տեղում չեն լինի։ Ուրեմն աշխարհը ասում է այո, դա Թրամփի ուղին է, այն մյուս տերմինը, որ օգտագործում են Թուրքիան, Ադրբեջանը, պետք է հրաժարվեք, երկուսն էլ հրաժարվեցին։ Ու դրա մեջ կա լումա մեր կառավարության դրական աշխատանքի, որ մերոնք անընդհատ պնդում էին ինչ-որ բան, այդ անցավ այդ պնդումը։ Ոչ մի միջանցք, ոչ մի բան։ Թրամփի ուղի, Թրամփի ճանապարհը, այդ կարևորագույն ինֆորմացիա, հաճախ մարդիկ դրա վրա չեն ուշադրություն դարձնում։ Դες այդ աշխատանքը պսակվեց դրականով ու հիմա մեկ խնդիր մենք ունենք, այդ լուրջ խնդիր է, իրականացումը։ Իրականացումը։ Թրամփ նախագահան պատահականություն չի, որ 3 անգամ նվազագույնը վերջի ամսվա մեջ արեց տարբեր առիթներով, նաև անկախության հետ կապված այդ իր շնորհավորական խոսքերով, հիշեցրեց, որ մենք պատրաստ ենք։ Իդեպ ասեմ ձեզ, իրոք մի մասը արվում է, բայց տեսակ ինքը շտապում է, ինքը ասում է արագացրեք։ Իրոք մի քանի պատվիրակություն եկավ Միացյալ Նահանգների Հայաստան։ Իրոք գնում է այդ հարցը։ Իրոք շատ կարևոր առևտրի նախարարության մեջ է դա Ամերիկայի, այնտեղ հարցեր կապված ֆինանսավորման հետ, այնտեղ գործակալություններ կան, որոնք պետք է ֆինանսավորումը բերեն ու դրա պաշտոնյաները ասում են, այդ ծրագրի մեջ կմտնեն մենք ընկերությունները։ Իրանք նույնիսկ փողի վրա չեն նայի, քանի որ
Տրամպը, ադմինիստրացիան շահագրգռված է։ Մարկո Ռուբիոն ինչ ասեց հիմա ՄԱԿ-ում։ Ինքը ասեց Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիա, Կասպյան ավազան, այդ ճանապարհները, հնարավոր գազամուղերը, հնարավոր այդ բացված պոտենցիալ բացվող ճանապարհները, նաև մեր Սյունիքով հիմա Թրամփի ադմինիստրացիայի գլխավոր խնդիրներն են, նախապատվություններն են։ Նախկինում հիշում ոնց էր։ Միշտ ասում են, հա, այստեղ կա հետագործություն ամերիկացիների մոտ։ Ոչ, իրանք ասում են, այդ գլխավոր ուղղություններից մեկը դարձավ, ու դու պետք է օգտագործես։ Ուրեմն ինչ որ աշխատանք կատարվում է, այդ ես լսել եմ, գիտեմ, բայց ավելի արագ։ Ու գիտեք, որ մասը շատ կարևոր է։ Կարող է արված է, կառավարությունը մեզ չի Որ ասում։ մասը ավելի արագ, պարոն Այդ համատեղ ստեղծել համատեղին ընկերություն։ Համատեղ ընկերությունը կարևոր է։ Այդ պատվիրակությունները, որ գալիս են, իրանք առանձին մասերով քննարկում են, ինչ պետք է արվի։ Բայց միջև այդ ընկերությունը դու չստեղծես, համատեղ հայ, ամերիկյան, սայլը տեղից չի շարժվի, այդ բաղադրիչները առանց դրան չեն շարժվի, այդ գլխավոր լոկոմոտիվը կլինի, այլ գլխավոր որ մոտորը, որ ասում են մեքենայի, դա պետք է լինի։ Դա կսկսի տենդեր հայտարարել, որ այն նախարարությունը ուղարկի ընկերությունները ուղի այդ ընկերություններին, որ մասնակցեն տենդերին, որ փող տան, որ սկսենք կառուցել այդ վերակառուցել ու այդ տեխնիկական աշխատանքները հիմա կարևոր են։ Դա է գլխավոր քաղաքական հարցը։ Այսինքն ինչ որ մի բան, որը տեսանելի լինի, նաև այդ առումով, որպեսզի այդ նույնիսկ ունեցին տեսնի կամ բոլորը տեսնեն, որ սայլը տեղից շարժվում է, որ ծրագիրը թղթի վրա չի մնում։ Այո, հողի վրա աշխատանք։ Հողի վրա հիմա գիտեք ծրագրեր շատ կան, գաղափարներ, եթե կարող ենք հիմա ձեզ հետ մի 7-8 ժամ խոսել։ Չէ, կա կոնկրետ ծրագիր, հավանություն ամերիկացիների կողմից, ինչը գլխավորն է, հավանություն աշխարհի կողմից նաև թուրքերի, ադրբեջանցիների, իրանք հիմա ասում են, չէ, դա Տրամպի ուղղությունն է, այն բառը մոռացավ, չեմ ուզում հիշեցնել այդ բառը, հիշում եք, որ կորիդոր էին ասում, միջանց։ Ընդհանրապես այդ բառը դուրս եկավ։ Այսինքն ամեն դեպքում այս նախագիծը արդեն իսկ նպաստեց ադրբեջանական խոսույթի փոփոխությանը։ Ջարդմանը, ջարդել ենք։ Ու դրա մեջ կա մեծ լուման պարզա Դոնալդ Տրամպի իր թիմի, բայց մեծ լուման մեր կառավարությունը հետևողական այդ գիծը տարավ։ Ուրեմն հիմա մեր կառավարությունից մենակ մի բան է պահանջվում, իրականացում։ Այ դուք հողի վրա կոնկրետ, որ մարդիկ իրենց աչքերով տեսնեն, ահա, վա, ռելսել բերում են, շարում են։ Եկան մեծ տեխնիկան, որը այդ ճանապարհը, գիտեք, այդ մեղրի երկաթգծի ճանապարհը շատ նեղ է, parza մի քիչ պետք է լայնացնել, որ եկան ուժը աշխատում են։ Ու դա ուզում են ոչ միայն մենք ենք ուզում, ամերիկացիք են ուզում, դա գլխավորը։ Այստեղ հետաքրքրությունը հենց դա է, պարոն Գրիգորյան, ինչպես ստացվեց, որ Ամերիկան եւ նույն նախագահ Թրամփը այդքան հետաքրքրված են նախագծով, այդքան հետաքրքրված են Հայաստանի Հանրապետությամբ, տարածաշրջանով։ Գիտեք, երկու գործոն կա։ Մի գործոն պատմության հետ կապված ու քրիստոնեության հետ կապված, ակնհայտ է Թրամփի հանրապետականները, դուք գիտեք, պահպանողականներ են, նաև քրիստոնեության այդ իրանց մոտ այդ ուժեղա նստած, բայց Թրամփը այն ամենածայրահեղ թևն է այդ կոնսերվատորների պահպանողականների, նաև իրանք շատ լուրջ են այդ քրիստոնյա ազգերին աջակցել, իրանք մոտ դա ուժեղ նստած է, ու շատ լավ դա պետք է օգտագործես, իրանք մեզ հարգում են, մեր պատմությունը հարգում են։ Բայց դա parza մենակ դա չի, նաև շահ կա, մեծ գեոպոլիտիկ աշխարհագրական շահ։ Մտնել է տարածաշրջանը, կոպիտ ասած, որ Ռուսաստանը Թուրքիան ստեղ չպրտան։ Թուրքիան ինչի է նեղացած, շատ է չենք հասկանում ինչի հետ է կապված։ Թուրքիայով իրանք Թուրքերը մտածում են, որ Ամերիկան կմտնի ռեգիոն, տարածաշրջան Թուրքիայով, իրանք մտան ուղիղ Հայաստանով։ Եվ երրորդը, parza ամերիկացիք թույլ չեն տա, որ մեզանից խլեն մեր սուվերենությունը։ Սուվերենությունը ոնց կարան մեզանից խլել։ Եթե խլեն Սյունիքը կամ թույլատնեն մեր դերը Սյունիքում։ Դա է պատճառը, որ իրանք ուղիղ մտան Սյունիք։ Չմտան Երևան, չմտան Գյումրի, ուղիղ մտան Սյունիք ու ստեղ անելու են ծրագիր։ Ուրեմն այդ երեք գործոնները ու չորրորդը էլ ավելի կարևորը։ Թրամփը սիրում է, երբ որ իրան գովում են։ Ու ստացվեց այդպես, որ ինքը կարողացավ խաղության այդ օրակարգը ուժեղացնել,
Ու ինքը հիմա ամբողջը վերագրում է իրան, ինքը ասում է, տեսեք, ես կարողացա, 35 տարի ոչ ոք չկարողացավ, ուրեմն իր պատվի հարցն է, որ այդտեղ մի բան ստացվի։ Լավ է, պետք է օգտագործես։ Մենք պետք է սովորենք դա օգտագործել։ Եվ այստեղ կարևոր է նաև այն, որ նախագիծն իրականացվելու է Հայաստանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, որը շատ հաճախ տեսեք միշտ ընդդիմությունը ասում էր միջանցք, ոչ միայն Բաքվից էր այդ խոսույթը գալիս միջանցք, այլ նաև մեր ընդդիմադիր падգամավորների, գործիչների խոսույթում էր կար այդ միջանցքը կամ լրատվամիջոցները, որոնք վերստում են ադրբեջանական խոսույթը եւ տարածում են, եւ շատ լավ է, որ այստեղ հստակ նշվում է, որ իրականացվում է Հայաստանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Շատ լավ հարց բարձրացրեցին, բայց ես ուզում եմ ձեզ հանգստացնել, մեր հասարակությունը այդ ընդդիմությունը մոտ օրերս, մոտ ժամերս կփոխի իր խոսույթը։ Ինչի՞։ Քանի որ ադրբեջանցիք փոխեցին իրենց խոսույթը։ Հիմա ինչ ասեց Հիկմետ Գաջիևը, կարևորագույն դեմք Ալիևի թիմում։ Ինչ ասեց ՄԱԿ-ում։ Հիկմետ Գաջիևը ասեց. մենք Բաքվից Զանգելան երկաթգիծը հեսա կքաշենք, մի տարուց հետո պատրաստ կլինի, կգանք Հայաստանի սահման։ Հայաստանի սահմանում այդ երկաթգիծը կշարունակվի 42 կիլոմետր մինչև Նախիջևանի սահման։ Լսում եք։ Ուրեմն թող իրանք լսեն, որ Ադրբեջանը հիմա չի ասում, որ ընդհանուր ճանապարհը իրանցն է, Ադրբեջանի ղեկավարները մեսիջ են ուղարկում մեր ընդդիմությանը, որ խոսույթը փոխեն։ Ինչու՞ է կայանում, որ Ադրբեջանի ճանապարհը երկաթգիծը կգա հասնի Զանգելան, ու դրանից հետո սկսվում է Հայաստանի տարածքը, ու Հայաստանի տարածքով կանցնի 42 կիլոմետր այդ երկաթգիծը վերականգնող ադրբեջանցիք ասում են մենք գիտենք որ սկսվեցին աշխատանքները, ես ուրախ եմ, լավ լուր է, բայց ես դեռ չգիտեմ։ Ու հասկացաք միտքը, ուրեմն հանգիստ եղեք, մեր ընդդիմությունը ուղղակի ժամերի հարց է, ստացավ ցուցմունք Ադրբեջանից ու իրանք կփոխեն իրանց խոսույթը։ Պարոն Գրիգորյան, հետաքրքիր չէ նաև այն հայտարարությունը Մարիա Զախարովայի, որ Ռուսաստանը եւս պատրաստ է մասնակցել, այսպես ասած, Թրիփով, Թրամփի ուղիով այդ իր մասնակցություն ունենալ, օգտվել, ավելի ճիշտ այդպես ձևակերպեց, օգտվել այդ ճանապարհից։ Ну, Ռուսաստանը ինքը այդ որ ասում են վնի իգրի խաղից դուրս հայտնվեց իր անմիտ քաղաքականությամբ։ Ինչ արեց Ռուսաստանը։ Ասեց հայեր, մենք էլ ձեզ չենք աջակցի։ Մտածելով, որ ոչ միտեղ մենք չենք կարողանալու գնալ։ Կառավարությունը այսօրվա ապացուցեց, որ այլ ընտրանքներ կան։ Հիմա Ռուսաստանը հասկացավ ամեն ինչ կորցրեց, ինչ անի։ Դա է պատճառը այդ մեսիջները ուղարկում է դե մեր ապրանքներն էլ չող անցնեն, օգտագործենք, մեզ էլ տվեք ինչ որ մի դեր, ոչ մի դեր չպետք է տաս, քանի որ Ռուսաստանը մեզ համար հուզող հարցերը լուծեց ի օգուտ Ադրբեջանի։ Բայց չպետք է թույլ տալ, որ օգտվեն գոնե այդ ճանապարհից, թե պետք է թույլ տալ։ Այդ ոչ, այդ մենակ մեր ֆունկցիան չի։ Մենք, քանի որ համատեղ ամերիկացիներ ենք աշխատում ենք, մենք պետք է ստեղ հարցնենք նաև կարծիքը ամերիկացիների։ Միացյալ Նահանգները համաձայն կլինեն, որ Ռուսաստանը օգտվի թե ոչ։ Եթե իրանք համաձայն չեն, ուրեմն մենք պետք է համաձայն չլինենք։ Բացատրեմ ինչու։ Քանի որ այս ծրագիրը երկկողմ ծրագիր է, հայ-ամերիկյան։ Ուրեմն իրար պետք է հարգենք։ Նույնը եթե ամերիկացիք ինչ որ բան ուզենան, որը մեզ դուր չգա, մենք կարող ենք ասել, գիտեք ինչա, այն մասը, որը կարող ենք միասին անել, շարունակենք անել, բայց օրինակ մեզ մտահոգ կլինի, եթե ասենք սխալ արվի։ Միտք հասկացաք, ուրեմն պետք է նայենք ինչ են ասելու նաև ամերիկացիք։ Իսկ այս դեպքում ավելի բարդ չի լինելու Իրանի համար, պարոն Գրիգորյան, որ հայ-ամերիկյան է ամեն դեպքում նախագիծը, այս դեպքում Իրանի համար ավելի բարդ չի լինի։ Ես կարծում եմ դա խոսացվել է ամերիկացիների հետ, ամերիկացիք դեմ չեն, որ Իրանը դրա մեջ լումա ունենա, կասկած ես չունեմ։ Հակառակ դեպքում մեր կառավարությունը հեշտ չէր ասի, մեր կառավարությունը հեշտ ասում է առանց խնդրի, որ Իրանը երկաթգծային այդ ծրագրերի մեջ կլինի։ Մերոնք չէին համարձակվի ասել առանց համաձայնեցնելու ամերիկացիների հետ։ Ինչ եղավ, դու Իրանի բեռները անցնեն։ Խոսքը խոմ զենքի մասին չի։ Ինչի մասին է խոսքը։ Բեռներ, սովորական բեռներ, Հնդկաստանի Իրանով անցնող բեռները կարող են անցնել մեր տարածքով, հասկանում եք, չէ՞։ Ես կարծում եմ, այստեղ համաձայնեցված քաղաքականություն է, Իրանի դեպքում առարկություն չի լինի։
Պարոն Գրիգորյան, ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների նախագահը խոսույթը փոխում է Ռուսաստանի նկատմամբ եւ Միացյալ Նահանգների նախագահի եւ Ուկրաինայի առաջնորդի հանդիպումից հետո հայտարարություններ եղան, բայց այստեղ հետաքրքիրը որն է, որ կարծես թե ամբողջ պատասխանատվությունը Միացյալ Նահանգները դնում է Եվրոպայի վրա, որ այ եթե դուք ուզում եք, այսպես ասած, ապահովել ձեր անվտանգությունը, այսինքն դուք ինքներդ պիտի պատրաստ լինեք այդ գինը վճարել։ Ну, Եվրոպան համաձայն է։ Ամենակարևորը որ Եվրոպան այդ բանաձևի հետ համաձայն է։ Ես համարում եմ, որ դա սխալ բանաձև է, ամերիկացիք բացի Եվրոպայի միջոցով օգնելը Ուկրաինային, նաև ուղղակիորեն պետք է փող ծախսեն, բայց այս փուլն էլ վատ չի, քանի որ Թրամփը համաձայն է, որ զենք գնեն անսահման ու ուղարկեն Ուկրաինա։ Ինչու եք դուք կարծում, որ դա սխալ բանաձև է։ Սխալը բացատրեմ ինչու, մասամբ ճիշտ է, մասամբ սխալ։ Սխալը, քանի որ հաղթած դուրս գալ, հաղթել այդ պատերազմում Ուկրաինան կկարողանա մենակ այդ դեպքում, երբ որ եւ Եվրոպան եւ Ամերիկան աջակցեն։ То есть աջակցությունը Ամերիկայի ոչ միայն զենքով պետք է լինի, նաև փողով։ Կոպիտ ասած, որ փողը փակի նաև Ամերիկան։ Այդ դեպքում կլինի ու կգա այդ որոշմանը, կհիշեք իմ խոսքերը, քանի որ Դոնալդ Թրամփը մակուն արեց լրջագույն քայլ հետ իր նախկին քաղաքականությունից։ Հիշում եք ինքը միշտ ասում էր, այն կորցրած տարածքները Ռուսաստանը, որ գրավեց Ուկրաինայի Ղրիմը եւ 4 շրջաններ, Ուկրաինա մի պահանջի, ոչ մի շանս չունես։ Հիշում եք անընդհատ ինքը ասում էր, հրաժարվի, ֆիքսենք սահմանը, շփման գիծը այս վիճակում, մակում ինքը ասեց, Ուկրաինան կարող է վերադարձնի իր բոլոր տարածքները, բոլորը ինչի համար է ասված, նաև Ղրիմը։ Փոխվեց, տեսակ Թրամփի քաղաքականությունը դրական դինամիկա է ապրում։ Բայց ինչով էր դա պայմանավորված։ Հանդիպում եղավ Ալյասկայում, Թրամփ, Պուտին, կարծես թե հետո հայտարարությունները եղան, որ ամեն դեպքում ինչ որ առաջընթաց կա եւ հանկարծ այսպիսի կտրուկ փոփոխություն էլի Ռուսաստանն էր մեղավոր այս դեպքում։ Չգնաց պայմանավորվածությունները կատարել քաղաքականության մեջ կա հասկացություն, քաղաքական գործիչին փչացնում են։ Քաղաքական գործիչին կամաց իր պատիվը գցում են։ Ոնց է անում դա Պուտինը։ Գնում էր հանդիպում էր կամ հերախոսազանգով խոսում են Թրամփի հետ ու ասում էր ես էլ չեմ կրակի։ Թրամփը ուրախ գալիս էր ասում էր տեսակ Պուտինը կարքին տղա է, տեսակ խոստում տվեց։ Երկրորդ օրը ինքը սկսում էր ռմբակոծել Կիևը։ Խփեց չէ իմիջին Թրամփի։ Մեկ անգամ, 3 անգամ, 5 անգամ Թրամփը հասկացավ, որ իր վարկանիշից բան չի մնա, ասենք մոտավորապես կես տարուց հետո ու թիմը իր ուրեմն գրագետ ուժեղ աշխատեց, ասեցին, «Վсё, վերջ, էլ Պուտինին շանս չենք տալիս»։ Ու դա է պատճառը, որ մակում Թրամփը նորից ասեց, որ Զելենսկու հետ եւ հանդիպեց եւ ասեց, որ ես կշարունակեմ աջակցել, ասեց, որ դուք կարող եք վերականգնել ձեր տարածքային ամբողջականությունը ամբողջությամբ, դա պատասխան էր Պուտինի այն քաղաքականության, որը Պուտինը վարում էր Թրամփի դեմ։ Եվ այսպիսի մի հարց էլ, պարոն Գրիգորյան, մենք խոսեցինք հայ-ամերիկյան նախագծի մասին, բայց վերջերս Հայաստանի առաջին նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է եւ պատմությամբ հաստատված իրողություն, Հայաստանի ազնիվ եւ հուսալի բարեկամներն են Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, Միացյալ Նահանգները չկար այդ ցանկում։ Չէ, հետո ճշտում ինքը արեց։ Հետո էլի կար հայտարարություն, որ դա ճշտում արեց Լևոն Տեր-Պետրոսյանը առաջին նախագահան։ Ես պետք է գիտեք մեկ բան միայն ասեմ։ Այս սերը Ռուսաստանի նկատմամբ թանկ նստեց հայ ժողովրդի նկատմամբ։ Երբ որ մենք հարգում ենք ռուս ժողովրդին, դա մի բան է։ Հասկանում եք, ես մեծ հարգանք ունեմ այդ ժողովրդի նկատմամբ ու չեմ թաքցնում։ Ուրախ եմ, որ ռուսները գալիս են Հայաստան, բայց խոսքը գնում է պուտինյան քաղաքականության մասին։ Խառնում են այդ մարդիկ։ Պուտինյան քաղաքականությունը հակահայկական է։ Ոնց կարելի է ասել, որ Ռուսաստանն մեր բարեկամն է այսօր։ Կարող է վաղը փոփոխություն լինի։ Ուրեմն մի խառնի, ես բոլորին ասում եմ, մի խառնի Ռուսաստանի ժողովրդի նկատմամբ մեր հարգանքը։ Ռուսաստանի ավանդույթների, մշակույթի ամբողջ աշխարհը հիանում է։ Բայց ոնց կարելի է խառնել Պուտինի քաղաքականության հետ։ Դա հակահայկական քաղաքականություն է, ինչ թանկ մեր վրա նստեց։ Ինչի՞ եք բերում այդ երկիրը, պուտինյան երկիրը ստեղ։
Դադար տվեք, մեղք է այս ժողովուրդը, այդ լավ ժողովուրդը։ Ես պնդում եմ, որ հայ ժողովուրդը լավ ժողովուրդ է, լուրջ եմ ասում ես դա։ Խիեք բերուկ մեր գլխին այս ուրիշ բառ էլ չեմ ուզում ասել։ Շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան։ Խնդրեմ։ Հիշեցնեմ իմ հյուրը գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն է։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։